Գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին գործադիրը որոշել է, որ այս տարի ևս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրական ռիսկերի մեղման զգալի մասը։ Էկոնոմիկայի նախարարը զեկուցել է, վերաապահովագրական կազմակերպությունն ունեցել է վնասաբերության բարձր մակարդակ եւ դուրս է եկել հայկական շուկայից, եւ այս որոշումը կայացվել է գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար։ Մինչեւ 200%-ի դեպքում ընկերություններն իրենց միջոցներով կփոխհատուցեն, ավելի դեպքում կառավարությունը կաջակցի ապահովագրական ընկերություններին։ Աջակցությունը առաջարկվում նաև գյուղացիական տնտեսություններին, նախկին 50-ից 60%-ի փոխարեն նախատեսվում է ապահովագրավճարի 70-ից 80% սուբսիդավորում։ Սրանք ժամանակավոր լուծումներ են։ Կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին է վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Կապահովագրվի 13 մշակաբույս, այդ թվում ծիրանը եւ խաղողը։ Գործադիրը բացասական եզրակացություն է տվել Հայաստան խմբակցության ներկայացրած հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին որոշման նախագծին։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային օրենսգրքով սահմանված 25 թվականի համար 75% չափով եւ 26 թվականի տարվա եւ հետագա տարիների համար 100%-ի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով։ Երկրորդը, մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 25 թվականի տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է գումարի 75% չափով։ Վարչապետի խոսքով այս հարկային փոփոխությամբ պետբյուջեն ստանում է 0 եկամուտ, այդ եկամուտը ստանում են համայնքները։ Դրա շնորհիվ է, որ ըստ Փաշինյանի 2019-ից համայնքների սեփական եկամուտները կրկնապատկվել են։ Այդ միջոցներով է, որ համայնքները կարող են հոգալ իրենց կարիքները։ Փաշինյանը հիշեցրել է նաև մասնակցային բյուջետավորման մեխանիզմի մասին, որով համայնքի բնակիչներն իրենք կարող են որոշել, ինչ խնդիր առաջնային լուծել համայնքում։ Այդպիսով ըստ վարչապետի քաղաքացիները ստանում են հարցեր լուծելու ֆինանսական կարողություններ։ Կառավարության որոշմամբ նաև 916 միլիոն դրամ հատկացվել է 12 համայնքի 14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։ Մեծամորի ատոմային էլեկտրակայանում օգտագործվող միջուկային վառելիքի թափոնները խնամքով պահելու համար Հայաստանը ֆրանս-ամերիկյան Ֆրոատոմ մասնագիտացված ընկերության նախագծով անվտանգ պահեստ է կառուցել։ Հատուկ այդ շինության ծավալը կավելացվի այնպես, որ երկիրը մինչև կայանի շահագործման դիտարկվող վերջնաժամկետ 2036 թվականը խնդիր չունենա։ Ռեակտորի գործարկումից սկսած մասնագետները մշտական հսկողության տակ են պահում հայկական ատոմակայանի շրջակա միջավայրը։ Ատոմային էներգետիկա ունեցող երկրի ուժը չկորցնելու համար Հայաստանն առաջիկայում պետք է կառուցի կամ գործող ատոմակայանի տիպի մոտ 600 մեգավատանոց կայան կամ այդ հզորության 2 էներգաբլոկ։ Երրորդ տարբերակը փոքր մոդուլային ռեակտորի նոր տեխնոլոգիան է, որից սակայն աշխարհի մասշտաբով գործող դեռ չկա։ Տերմիան շինարարության փուլում են, այն էլ ընդամենը 5 երկիր՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Արգենտինան, Անգլիան ու Ռուսաստանը, ներկայացրել է Ակադեմիայի ռադիոլոգիայի բաժնի ղեկավարը։ Մոդուլայինները համարվում են կայուն, անվտանգ, հեշտ կառավարելի, վառելիքի լիցքավորում են պահանջում ոչ թե 2, այլ 12 տարին մեկ։ Առավելությունների կողքին ռիսկեր էլ կան։ Արդյոք մեր երկիրը կկարողանա ձեռք բերել պահանջվող այդքան բարձր մաքրության հարստացված ուրան, ինչ կանի թափոնների հետ։ Թեթև ջրով, այսինքն սովորական պրոտրումային ջրով հովացվող ռեակտորները ամենաշատն են տարածված եւ մեր հանրապետությունը հենց այսպիսի նախագիծ է դիտարկում։ Ինստիտուցիոնալ գործակցություն պետության եւ հասարակական կազմակերպությունների միջև էկոնոմիկայի նախարարությունը հուշագիր է ստորագրել Հայաստանի շինարարների միության եւ կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ։ Նպատակն է խորացնել գործակցությունը, թարմացնել հանրապետության բնակարանային ֆոնդը, բարելավել գործարար միջավայրը, կառուցապատման, շինարարության ոլորտներին առնչվող օրենսդրությունը։ Նախարարությունը, ասոցիացիան եւ միությունը նպատակ ունեն միմյանց աջակցել, մշակել եւ ներկայացնել համատեղ օրենսդրական նախաձեռնություններ, իրավական ակտեր, ձեռնարկել քայլեր ուղղված շինարարության ոլորտի եւ անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը։ Ամիսը մեկ անգամ նվազագույնը հանդիպելու ենք նախարարությունում եւ իրենք օրինակ ասելու են այս օրենքում այս խնդիրը խոչընդոտում է օրինակ այսպիսի ներդրումների համար։ Այս օրենքում այս խնդիրը խոչընդոտ է հանդիսանում մեր գործարար միջավայրի բարելավման համար։ Մենք ինքներս ասելու ենք, որ օրինակ այսպիսի մտադրություն եւ ռազմավարություն ունենք, ինչ կարծիք ունենք։ Հուշագրով ընդգծվում է տնտեսության մեջ կառուցապատման եւ շինարարության ոլորտների շարունակական եւ կայուն զարգացման կարեւորությունը եւ ազատ տնտեսական մրցակցության անհրաժեշտությունը։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $70.96։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.1%-ով, կազմելով բարելի դիմաց $67.69։ Ոսկու միջազգային գինը նվազել է 0.1%-ով եւ 1 ունցիայի դիմաց հասել $2943։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ իջել է 0.6%-ով եւ կազմել մեկ հատի համար $83330։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ մարտի 13-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 392 դրամ 74 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 426 դրամ 91 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 55 լումա։